Խաղացուն ժողովուրդ ջան, առավոտվանից Աստծո մարգարեական հոգին մարգարեություններ խոսում, մեր շատերիս է վերաբերում ժողովուրդ ջան, նայեք Հակոբոսի թուղթ 3-րդ գլուխ 4-րդ խոսքը, ասում է ահա նավերն էլ որ այսչափ մեծ են եւ սաստիկ քամերից քշվում են մի փոքր ղեկով կառավարվում են, որ կողմ որ ղեկավարի միտքը կամենա։ Ստեղ ղեկավարի այսինքն ղեկը համեմատում է լեզվի հետ, բայց տեսեք ժողովուրդ ջան, ինչա Տիրոջ հոգին ուզում ասա, մարդը նման է նավակի, մարդու կյանքը նման է նավակի, նավակը լողում է ծովերի վրա, Տերը քեզ ծովից հաներա, ծովը որ աշխարհն է, ծովը որ աշխարհի խավարի կյանքն է, քեզ ծովից հաներա Տերը, եւ դու նավակի պես դրված ես ծովի վրա եւ գնում ես, Տիրոջ Սուրբ Հոգին, մարգարեական հոգին, Սուրբ Հոգու քամին, քո այդ նավակիդ, այդ արագածները, պարուսները միշտ ուզում է քշա առաջ, միշտ ուզում է առաջ տանա, բայց քո նավակիդ խարիսխը յակր ենք ասում, դեր ծովի մեջն է գցած, դեր ծովի հետ կապված է, դեր դու կապված ես աշխարհի հետ, դեր ոչ թե գիտես ինչ, աշխարհի մեջ ապրում ես, իհարկե աշխարհից պետք է սնվես, բայց դու պետք է կարաս վստահես Տիրոջը, պետք է կարաս վստահես Աստծո Սուրբ Հոգու քամուն, որ քո առագաստները քշում է առաջ, քո պարուսները, բայց քո խարիսխը յակրը դեր աշխարից է, դեր քո սրտովը դու քո կապված ես աշխարհին չես կարում աշխարհը կտրես քեզանից, թող հանեդ քո խարիսխը ծովից եւ Տիրոջ Սուրբ Հոգու քամին մարգարեական քեզ կարա առաջ տանա եւ ղեկը որ համեմատում է լեզվի հետ, շատ անգամ դու քո լեզվովը քո կյանքի վրա ոչ թե օրհնություն ես խոսում, ոչ էլ թե անեծք ես խոսում, բայց քո խոսացածը նման է անեծքի, հասկանում ես, կարողացի ինքդ օրհնես քեզ, ինքդ օրհնես քո կյանքի վրա օրհնություն եւ կյանք խոսաս, դու շատ ժամանակ աղոթք ես անում, ծոմ ես պահում, բայց խարիսխը հան ծովից, որ առաջ է տաս, որ Տիրոջ օրհնությունները դու տեսնես, եւ լեզուն, այո, համեմատում փոքր ղեկի հետ, նավակի, լավ կլինի, որ ղեկը Տիրոջ ձեռը լինի, Քրիստոսը լինի քո նավակի ղեկավարը, ինքը ղեկը բռնա եւ տանա, հան խարիսխդ, որ առաջ է տաս, ապագան եւ օրհնությունը քեզ է սպասում, Տերը ուզում է քեզ առաջ տանա, վստահա, հավատա, ապավինա եւ առաջ գնա, Տերը օրհնա քեզ։